Կողոսացիներին 3-րդ գլուխ։ Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեք վերին բաները, որտեղ Քրիստոսն է, նստած Աստծու աջ կողմը։ Վերին բաների մասին խորհեք, և ոչ թե այն բաների, որ այստեղ երկրի վրա են, որովհետև մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Իսկ երբ Քրիստոսը ձեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Սպանեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունն է գալիս անհնազանդ որդիների վրա։ Դուք նույնպես մի ժամանակ այդպես էիք ընթանում, երբ ապրում էիք այդ ցանկություններով։ Այժմ դուք ևս թոթափեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։ Մի ստեք միմյանց, ձեր վրայից հանեք հին մարդուն իր գործերով և հագեք նորը նորոգված գիտությամբ, իր արարչի պատկերի համաձայն։ Այստեղ այլևս չկա ոչ հրեա, ոչ էլ հեթանոս, թլպատություն կամ անթլպատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։ Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, այսուհետև հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեք իրար։ Եվ այս բոլորի վրա ունեցեք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհություն մատուցեք։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, ամեն ինչ արեք Տեր Հիսուսի անունով։ Գոհություն մատուցեք նրա միջոցով Աստծուն, Հորը։ Կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։ Տղամարդիկ, սիրեք ձեր կանանց և մի դառնացրեք նրանց։ Որդիներ, ամեն բանով հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։ Հայրեր, մի զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն։ Ծառաներ, ամեն բանով հնազանդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով, երկյուղ կրելով Տիրոջից։ Ինչ էլ որ անեք, սրտանց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ Իմացեք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը Քրիստոսին եք ծառայում։ Իսկ անիրավն իր անիրավության համաձայն հատուցում կստանա, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա։